Ողջույն։ Անգամ Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանում Եվրոմիության նման գագաթնաժողով տեղի չի ունեցել։ Աշխարհի կեսի հնան կենտրոնացված էր Հայաստանում։ Այս, չգիտեմ, ինչպես բնութագրեմ, սրա հեղինակը ժամանակին փոխվարչապետ, հիմա Երևանի քաղաքապետ աշխատողն է։ Մայիսի 8-ից մեկնարկող քարոզարշավում այս մարդիկ մտադիր են Հայաստանում անցկացված գագաթնաժողովը ներկայացնել հեթանոս աստվածների ժողով։ Նրանք քարոզարշավում խոստանալու են երկու փուչ թեզ՝ խաղաղություն եւ եվրոպական հեռանկարներ։ Գաղափարները փուչ չեն, ուղղակի ամեն լավ գաղափար փչանում է ՔՊ-ի կատարմամբ։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը ժպիտները, գրկախառնություններն ու շնորհակալությունները մի կողմ թողած, Հայաստանի ապագայի համար որևէ կարևոր որոշում չունեցան։ Համատեղ հռչակագրում բարեհունչ ձևակերպումներ կան, բայց անիմաստ ու նաև վտանգավոր։ Օրինակ 18-րդ կետը վերցնենք։ Հայաստանը ողջունում է Մեծամորի ատոմակայանի փակման ճանապարհային քարտեզի մշակումը։ Նոր ատոմակայան կառուցելու մասին ոչ մի խոսք։ 8 տարի այս իշխանությունը, սրանցից առաջ էլ 10 տարի նախորդ իշխանությունը խոսում էր նոր ատոմակայանի մասին։ Այսօր ոչինչ չկա։ Գործողի փակման ճանապարհային քարտեզն էլ Նիկոլը ողջունում է։ Ձևեր են թափում, թե բանակցում են, այդպես կարող են բանակցել մինչև գործող ատոմակայանի փակումը ու կկանգնենք փաստի առաջ։ Չգիտենք ոնց են բանակցում։ Մոդուլային ատոմակայանի միակ փորձ ունի Ռուսաստանը, դե Ռուսաստանը չեն ուզում։ Գուցե ոչ մեկի հետ էլ չեն ուզում։ Թուրքիան ու Ադրբեջանը դեմ են, որ Հայաստանը ատոմակայան ունենա։ Իսկ նրանք ինչին դեմ են, Հայաստանի իշխանությունը ամեն ջանք թափում է, որ դա չունենանք։ Հերթը ատոմակայանինն է։ Այդ լոլոների ժողովածուի 11-րդ կետում գրված է. Գլոբալ դարպասներ ռազմավարության ներքո նախատեսվում է, որ Հայաստանում Եվրամիության ներդրումները կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի։ Գուցե մտածեք, հեսա 2.5 միլիարդ եվրո է հոսելու Հայաստան, որպես նվեր։ Կառավարությունն էլ բաժանի մեզ։ Ասեմ, որ տրվելիք գումարը հիմնականում վարկեր են, երաշխիքներ են եւ մասնավոր հատվածի ենթադրյալ ներդրումներ։ Դրանք այն գումարներն են, որոնք պետք է ավելացնեն Հայաստանի արտաքին պարտքը, բայց հիշենք 2021-ին Եվրամիությունը խոստանում էր 26 միլիարդ եվրո։ Ինչ եղան դրանք։ Դրա 2 միլիարդն էլ վարկեր։ Ինչևէ, եկան, մտան տնտեսություն, մարդկանց կյանքը բարելավեցին։ Հա, կյանքը բարելավողներ եղան։ ՔՊ-ի հայտարարագրերը նայեք։ Թե չէ մեր երկրի ժողովրդի վիճակից կասեք, որ 10 միլիարդ դոլար էլ պարտք են կուտակել բարելավման համար։ Իսկ այն 270 միլիոն եվրոն, որ պետք է տան 4 տարվա կտրվածքով, պարզապես ծիծաղելի է, տարեկան մոտ 65 միլիոն եվրո։ Մեր իշխանությունը միայն իր պարգևավճարների վրա ավելին է ծախսում։ Եվրամիությունը չի տալիս որևէ ներդրումային խոստում, այլ միայն կոչ։ Մարդամեկը ոգևորվել է այդ կոչից, համարում է պատմական իրադարձություն։ Դրա ինչն է պատմական։ Կոչ բոլորն էլ կարող են անել։ Էն ասեք, Եվրամիությունը երաշխավորում է, որ ներդրումներ կլինեն։ Վստահաբար տեղյակ են Նիկոլի ներդրումային քաղաքականությունից։ Քանի խոշոր ընկերություն է դիմել միջազգային արբիտրաժ Հայաստանի կառավարության դեմ։ Քանի բիզնես ու բիզնեսից ինչ փայեր են սրանք խլել ու դրանով քանի ներդրողի են վանել Հայաստանից։ Բայց ով է խելքը հացի հետ կերել ձեր կառավարած երկրում ներդրում բերի։ Առաջ բերում էին, այդ որ ասում եք Եվրամիությունը ռիսկային էր համարում, այդ ժամանակ ռիսկային ժամանակ լիքը ներդրումներ են եկել ԵՄ անդամ երկրների գործարարներից։ Հիմա գլուխը առած փախչում են։ Հայաստան-Եվրամիություն գործընթացում մարդկանց ուզող ամենակարևոր հարցերից է կամ հարցն է վիզաների ազատականացումը։ Հռչակագրի 23-րդ կետում ընդհանրապես ողջունում են գործընթացը։ Հարց. երբ են ազատականացվելու վիզաները։ Չկան ժամկետներ, գոնե մոտավոր, չկան երաշխիքներ կամ պարտավորություններ Եվրամիության կողմից։ Դիտմամբ նաև այս վիզաների ազատականացումը քաղաքացիների համար չի պարզաբանվում։ Մարդկանց տպավորությունը այլ է։ Երբ մարդիկ ինձ հետ կիսվում են Եվրամիություն մտնելու մասին իրենց պատկերացումներով, ասում են՝ վիզաները հանեն, գնանք պրծնենք։
Վստահ եմ, շատ տեղեր կա այս խոսակցությունը, ու սրանից ելնելով էլ շատ ենք լսում, եթե վիզաները ազատականացվեն, Հայաստանում մարդ չմնա, սաղ կգնան։ Ժողովուրդ ջան, վիզաների ազատականացումը ունի հստակ իրավական սահմանափակումներ։ Վիզաների ազատականացումը կամ վիզային ռեժիմի չեղարկումը հնարավորություն է տալիս առանց մուտքի վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ, հետևյալ պայմաններով. կարելի է գտնվել Եվրամիության տարածքում առավելագույնը 90 օր 180 օրվա ընթացքում։ Կարող եք գնալ միայն զբոսաշրջության, հարազատներին կամ ընկերներին այցելելու, գործնական հանդիպումների, միջոցառման մասնակցելու, կարճաժամկետ դասընթացների կամ բուժման նպատակով։ Վիզայի ազատականացումը չի տալիս աշխատելու իրավունք, անգամ եթե 90 օրով եք գնում։ Ոչ էլ ձեզ թույլ է տալու ապրել այնտեղ։ 90 օրը լրանալուն պես պարտավոր եք լքել Շենգենյան գոտին։ Սա ձեզ չեն բացատրում, չեն ներկայացնում, ժողովուրդ ջան։ Վիզաների ազատականացումը ընդհանրապես պարզեցնում է ճամփորդելը։ Թույլ է տալիս մարդամեկի ասածով գնաք Ռոմ, սուրճ խմեք, բայց անպայման վերադառնաք։ Ու 44 կետ այդ հռչակագրում լցված է Հայաստանին էական ու իրական բան չտվող լապշաներով։ Ամենակարևորը, Հայաստանը Եվրամիության անդամ դառնալու անգամ միջին հույս էլ չի կարող ունենալ։ Հայտը երբ ներկայացվի, սկսում է համապատասխանեցման տասնամյակների գործընթաց, որը ինչպես ցույց է տալիս Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի փորձը, ընդհանրապես քաղաքական խայծ է, երկար ու անօգուտ։ Նիկոլը իդեպ արդեն պատրաստ է չմտնելուն, ասում է ոչինչ, եթե չմտցնեն, գոնե կիմանանք, որ մեր չափանիշները եվրոպական են, որովհետև կարող է բոլոր կետերով գնաս մի 20 տարի, ԵՏՄ-ից էլ դուրս գաս, տնտեսությունը դել քայքայես, հետո ասեն կներեք, մենք որոշեցինք չընդլայնվել։ Հռչակագիրը հագեցած է ճանաչում ենք, ողջունում ենք, հետաքրքրված ենք, ուսումնասիրում ենք, քաջալերում ենք, պատրաստակամ ենք, աջակցում ենք, սիրում ենք եւ նման բառերով։ Դա էլ շաքարի պուդրան է։ Ասել ենք ու ասում ենք, Հայաստանի Հանրապետության դեպի Եվրամիություն գնացող ուղին կանգի առնելու Թուրքիայում։ Այս իշխանության ՔՊ-ի ներքին մշակույթն ու թրքասիրություններն են այնտեղ տանում։ ՔԼՉ ասում է. ես եւ Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետեւ մենք նույն մշակույթից ենք գալիս։ Նույն մշակույթի կրողն ենք։ Նույն մշակույթի կրողը չեն նաեւ Փաշինյանն ու Ալիև Էրդողանը, Ալենն ու Գաֆարովան, Միրզոյանն ու Ֆիդանը, Թորոսյանն ու Հաջիևը, Գրիգորյանն ու Մուստաֆաևը։ Մենք այս օրին չենք հասել հենց նրանց նույն մշակույթի կրողը լինելու պատճառով։ Կարճ ասած, ինչպես որ արևմուտքի համար է մեկ Հայաստանը, այնպես էլ ինքնուրույն մտածող ընտրողի համար մեկ է թե ովքեր, քանի հոգի, որ երկրների ղեկավարները այցելեցին Հայաստան գագաթնաժողովի։ Մենք արդեն կարողանում ենք մեր գլխով անցած ցավոտ իրադարձություններից ելնելով տարբերակել։ Այնպես որ ընտրությունների վրա ազդելու նրանց փորձերը վստահաբար չեն աշխատի։ Հռչակագրում էլ չկար կետ, որը այնքան դրական լիներ, որ թողեր որևէ ազդեցություն։ Հիմա հարց. իսկ վատ է, որ եկան Հայաստան գագաթնաժողովի։ Վատ է, որ ուզում են Եվրամիություն են մտադիր տանել։ Ժողովուրդ ջան, անշուշտ լավ է։ Շատ լավ է։ Գնացինք։ Խնդիրը Եվրամիություն գնալ, չգնալը չէ։ Խնդիրը անկարող իշխանությունն է, որին միայն օգտագործում են եւ որը միայն փորձանք է դառնում մեր երկրի գլխին։